Հայոց ցեղասպանության հետ կապված մեր սպասելիքների, հուսախաբությունների եւ աշխարհին առաջադրվող խնդիրների թեման շարունակում ենք նաեւ հորիզոնի տաղավարում։ Արամ, կարծես թե այս տարի մենք այսպես սրտատրոփ չենք սպասում, թե օրինակ Թրամփը ինչ կասի ցեղասպանության մասին։ Այո, մեր հասարակությունը կարծես թե ավելի շատ է անցալում այն պարզ իրողությունը, որ ցեղասպանության մասին հասարակական կամ պետական գործիչները խոսում են ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց շահերից ելներով։ Ես առաջարկում եմ, որ մեր խոսակցությանը միանա Դավիթ Շահնազարյանը, շնորհակալություն պարոն Շահնազարյան։ Ես ենթադրում եմ, որ երկու պատճառ կարող է լինել։ Առաջին պատճառը այդ քաղաքական եւ պետական գործիչները խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, եւ երկրորդ պատճառը, որ նրանք ունեն հայ ընտրողներ, որոնց ուզում են հաճոյանալ։ Էլ ինչ պատճառ կարող է լինել։ Երրորդ պատճառը իրենց ներքաղաքական խաղերում։ Երրորդ պատճառը նույնպես ես կավելացնեի, ամբողջապես համաձայնվելով երկու պատճառի հետ։ Իհարկե կարելի է բացառություն անել այն պետությունների նկատմամբ, որոնք տարածաշրջանում ուղղակի շահեր չունեն, Թուրքիայի հետ ուղղակի շահեր չունեն, մասնավորապես Լատինական Ամերիկայում, բայց հիմնականում այո, այդ երկու ձեր նշած պատճառներ են եւ իմ ավելացրած պատճառը։ Թարմօրինակը մենք տեսանք Ֆրանսիայում օրեր առաջ։ Այսինքն գլխավորապես պետք է բացառել այն հանգամանքը, որ մարդիկ օրինակ ուզում են, որ պատմական արդարությունը վերականգնվի, հումանիստական։ Իհարկե ոչ։ Գիտեք, երբ խոսքը գնում է հասարակական կազմակերպությունների մասին, երբեմն նույնիսկ падգամավորների մասին, այո։ Դա կա, իհարկե։ Բայց պետական գործիչները, նրանք պարտավոր են շարժվել իրենց պետության շահերով։ Նույնը պետք է անեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, առաջնորդվեն բացառապես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության եւ մեր հասարակության, մեր քաղաքացիների շահերով։ Իսկ դա միշտ չէ, որ համընկնում է։ Տեսեք, Հայաստանը գտնվում է նույն վիճակում։ Հայաստանը մինչև այսօր հոլոկոստը չի ճանաչել։ Հայաստանը Գոլոդոմորը չի ճանաչել։ Մի շարք ցեղասպանություններ Հայաստանը չի ճանաչել։ Ինչու՞։ Որովհետեւ դա չի համապատասխանում մեր պետական շահերին, մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Այդպես նաև մյուս պետություններն են։ Տրամփը քիչ առաջ ես ուղղակի 5 րոպե առաջ հաղորդումը սկսվելուց առաջ տեսա, որ նա անդրադարձել է ըստ էության նույն դարձվածքներն են, ինչը իր նախորդը 44-րդ նախագահ Օբաման է օգտագործել մեծ եղերն արտահայտությունը։ Բայց գիտեք, լավ, չէ՞ որ նախագահ Ռեյգանը արտասան լրց, հետո ինչ, դրանից հետո ինչ։ Գիտեք, ես դեռ մոտ 20 տարի առաջ ասել եմ, որ մեր երկաթե շերեփը պետք է լինի մեր պետականությունը եւ ժողովրդավարական Հայաստանը։ Առայժմ իհարկե թղթից չի մեր շերեփը, բայց լավագույն դեպքում թիթեղից է, երկաթ դեռ չի տարել։ Պարոն Շահնազարյան, ինչ ենք մենք ուզում աշխարհից, եկեք հստակեցնենք։ Մենք ուզում ենք ճանաչում, փոխհատուցում, հողերի վերադարձ, ժեղտման քրեականացում։ Ինչ ենք մենք ուզում։ Մեկ ասելով ինչ նկատի ունեք։ Հայկական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Ինչքան գիտեմ, հայկական պետությունը ոչ թե ինչքան գիտեմ, այլ այդպես է ընդամենը միջազգային ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է հետապնդում եւ որևէ այլ պահանջ չկա եւ նույնիսկ ուզում եմ մեջ բերեմ երկրորդ նախագահի Քոչարյանի խոսքերը, որ ասաց, եթե նույնիսկ ճանաչեցին, դրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ մի օգուտ չեն ունենա։ Եվ եկեք նույնն հասկանանք շատ պարզ, որ Սփյուռքը գուցե մի փոքր պետք է վերանայի իր առաջնահերթություններն ու չափորոշիչները։ Սփյուռքի մեծ մասը միստվար զանգված մինչև հիմա չի կարողանում հասկանալ, որ Հայաստանի պետականություն կա արդեն։ Եվ որևէ ձևով չնսեմացնելով այն ամեն ինչը, որ արվում է Սփյուռքում ցեղասպանության միջազգային ճանաչման համար, եկեք հասկանանք, որ հիմա Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար, այո, առավել կարևոր է Արցախի միջազգային ճանաչման հարցը առաջ մղել եւ համար առաջին հարց դա համարել ամբողջ այդ լոբիստական աշխատանքում եւ եթե այսօր ապրիլի 24-ն է ողջ հայությունը միավորում ապա ինչու՞ չէ տարվա մեջ երկրորդ օր էլ Արցախի օրը օրինակ սեպտեմբերի 2-ը երբ հռչակվեց Արցախի հանրապետության անկախությունը դա ոչ պակաս առաջնահերթություն պետք է լինի որովհետեւ սա արդեն մենք խոսում ենք Արցախի ժողովրդի անվտանգության մասին Հայաստանի անվտանգության մասին Սա չափազանց կարևոր է, իհարկե վերջի տարիներում ես մի քանի անգամ մամլով բարձրացրել եմ այս հարցը, սփյուռքահայ գործիչների հետ եմ միշտ բարձրացնում, վերջին 2 տարիներում դրական ինչ-որ առաջընթաց կա, տեղաշարժ կա, հատկապես Միացյալ Նահանգներում,
Բայց կրկնում եմ, ես համարում եմ, որ առաջնահերթ խնդիրը Սփյուռքի պետք է սա լինի։ Առանց իհարկե նույնասմացնելու ցեղասպանության հարցը, բայց սա աշկատող է արված։ Պարոն Շահնազարյան, Արցախում հատկապես վերջին դեպքերը ըստ էության ցույց տվեցին, որ նույն ցեղասպանական ձեռագիրը շարունակվում է նաև այնտեղ, այսինքն նույն մարդու տեսակի հետ գործ ունենք։ Եվ ներկայացվեցին միջազգային դատարաններ, իրավական տրցակներ, փաթեթներ։ Արդյոք մենք իրավական հարցությունում չպետք է ավելի ակտիվացնենք գործընթացը, ոչ թե հռչակագրային բնույթ ունենա։ Ուրեմն նախ ասեմ, որ չի կարող ցեղասպանության ենթարկվել այն ժողովուրդը, ավելի ճիշտ այն ազգը, որը ունի պետականություն։ Նման բան չի եղել պատմության մեջ եւ չի էլ լինի։ Իհարկե, իրավական հարթությունում եւ ուզում ասել, որ այս վերջին ժամանակներում այդ ուղղությամբ Արցախի հանրապետությունը նույնպես լուրջ քայլեր է արել, թե Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում իհարկե հսկայական պոտենցիալ կա այդ դաշտում։ Բայց ինչի մասին ես խոսում եմ, սա ավելի համապարփակ ծրագիր է, դուք ընդհանրապես դրա բաղադրիչներից մեկն եք նշում, այո, ես համարում եմ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը պետք է լինի համայն հայության համար մեկ խնդիր է հիմա եւ Հայաստանի իշխանությունները, Հայաստան պետությունը պետք է այդ ամենը ուղղակիորեն կոորդինացնի եւ օգնի։ Քրիստինեն շատ մանրամասն ներկայացրեց ռեպորտաժում քրեականացման գործընթացը տարբեր երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում։ Ձեր վերաբերմունքը պետք է մենք հետապնդենք այդ խնդիրը, թե չէ։ Մենք հայերս ասենք թե։ Գիտեք, ես անկեղծ ասեմ, սա նույնիսկ գիտեք, որ հարցը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում է քնվել Փերինչեկի գործը, սա միանշանակ չի ընդունվում եւ աշխարհի համար սա ընդհանրած ընդհանուր կոնսենսուս այս հարցում գոյություն չունի եւ եկեք չխաբվենք, որ մի շատ տասնյակից ավել երկրներում այս քրեականացված օրենքը, քրեականացված օրինակ հոլոկոստը չճանաչելը, ապա այդ խայծի մեջ մենք չպետք է ընկնենք եւ կրկնում եմ, սա գերնպատակ երբեք չպետք է մենք մեր համար դարձնենք։ Տարբերությունը շատ մեծ է, կա բավականին հզոր եւ անկախատեսելի Թուրքիա, իսկ հոլոկոստի դեպքում կա Գերմանիան, որ ինքն է առաջ տանում այդ հարցը։ Նորից եմ կրկնում, պետք է ճիշտ հաշվարկել ուժերը, հնարավորությունները եւ միջոցները եւ առավել արդյունավետ դա օգտագործել, ապարդյուն դրանք չծախսել եւ գերակայությունը ես արդեն ասեցի, թե ինչն եմ համարում։ Փերինչեկի գործը բավական դառ օրինակ էր, չնայած այնտեղ նույնպես մեծ էության մենք որոշակի հաջողություններ ունեցանք, բայց եկեք չխաբվենք, ինչպես նաեւ չխաբվենք, որ ինչպես դուք նշեցիք, որ ներքին քաղաքական կամ իրենց պետության շահերին երբ փորձում են դա ծառայեցնել, ապա սին հույսեր դրա հետ չկապենք։ Մենք Փերինչեկի գործում դատավեճում կար այսպիսի բան, եթե ազգային արժանապատվությունն են վիրավորել, ապա յուրաքանչյուր անձ, այսինքն ցանկացած քաղաքացի կարող է դիմել։ Սա հետագայում իրավական հարթությունում կամ նույնիսկ պետությունների քաղաքական հարթությունում ինչ լծակ կարող է դառնալ մեզ համար։ Գիտեք, նման հոդված, որպես քրեական հոդված կա աշխարհի բոլոր պետություններում վստահ եմ, եւ դա իհարկե միջազգային իրավունքի նորմ է։ Դեք նորից եմ ասում, խնդիրները շատ են, որ Հայաստանն ու Արցախը ունեն, միջոցները սահմանափակ ցավոք սրտի։ Մենք պետք է հստակ հաշվարկենք, որ խնդիրներն են ավելի հեռանկարային, որոնք ավելի ոչ։ Ես չեմ կարծում, որ այդ քրեականացման, ուրեմն ցեղասպանությունը շղթելու քրեականացման հարցը արժի, որպեսզի այդ հարցը լուծելու համար չափազանց մեծ միջոցներ ծախսվեն, որտեղ կարծում եմ այդտեղ շատ մեծ ապագա լինել չի կարող։ Հենց նույն Ֆրանսիայում ինքներդ եք տեսնում անընդհատ ինչպես է ներքաղաքական ուրեմն խնդիրներ լուծելու համար, ընտրողների ձայներ շահելու համար օգտագործվում, վերջերս նույնը տեղի ունեցավ, մենք պետք է սթափ լինենք, մենք պետք է մեր շահերը հետապնդենք եւ մի անգամ էլ ասեմ, գերակայությունները ճիշտ որոշենք մեր շահերի։ Ֆրանսիայի մասին մի քիչ ավելի մանրամասն, հա, երկրորդ փուլ դուրս եկան Մակրոնը եւ Լպենը։ Ընդ որում Լպենը արեց չափազանց, այսպես ասած, հայանպաստ հայտարարություններ, բայց Լպենը նախագահ չի դառնա ըստ երևույթին։ Չէ, առանց ըստ երևույթին Լպենը Փարքաստո նախագահ չի դառնա եւ Փարքաստո։ Ինչու Փարքաստո։ Լպենը ինչու Փարքաստո նախագահ չի դառնա, որտեվ ես կարծում եմ դա ոչ միայն Ֆրանսիայի շահերից չի բխում, թեև դա ֆրանսիացիների խոսքն է, բայց Ֆրանսիայի քաղաքացիները առնվազն 60% ձայն կտան երկրորդ փուլում Մակրոնին, որտեղ Լպենի քաղաքականությունը դա այն է, ինչ որ ես անվանում եմ ուրեմն ազգային պոպուլիզմ, որը Եվրոպայում վերջին տարիներին էապես ուրեմն աճ է տվել, այստեղ արդեն ուրիշ խնդիրների մեջ պետք է մտնենք, լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամից պետք է խոսենք, բայց
Լպեն ինքը իհարկե տեսեք ինքը ընդհանրապես իր հոր ռեկորդը խփեց, իր անձնական ռեկորդը խփեց, հայրը եթե հավաքել էր 2002 թվականին 17.5%, ինքը 19 էր հավաքել, 21%-ից ավելին 21.5-ը դա մեծ ռեկորդ է, բայց հարցով ասեց Ղարաբաղը ճանաչել է։ Հետո ամեն ինչ էլ կասի, ամեն ինչ էլ հիմա կասի։ Ինչի միայն նա ասեց, ըստ էության Մակրոնից բացի 4 հիմնական տեխնացիներից 3-ը այդ հարցը շատ առաջ էին տանում, Մակրոնը իհարկե շատ դիվանագետորեն, շատ ճիշտ արտահայտվեց եւ այդ իմաստով ավելի մեծ հույս է նա շրջեցնում։ Գիտեք, Ֆրանսիայի ընտրություններում հայկական հարցը բացառապես առաջնայինը չէր։ Իմիջիալոց հայկական հարցը ես ձեզ ասեմ, եթե հանկարծ նման մի նախագահ դառնար, որը իսկապես Ֆրանսիայում, որը իր Հայաստանի հարցը սարքեր իր արդեն նախագահ դառնալով առաջնահերթ խնդիր, մենք լրջագույն խնդիր կարող է ունենայինք արդեն Ֆրանսիայի համանախագահության հարցում Մինսկի խմբում, որտեղ եթե Ադրբեջանի մամուլի ուշադրություն դարձնեք, նրանք արդեն պետական մակարդակով դա պատրաստվում էին անել։ Հիմա Ֆրանսիայի հիմնական խնդիրը դա եվրոպական, թե ոչ եվրոպական ընտրություններ եւ Փառք Աստծո, որ հաղթեց Մակրոնը, որտեղ ակնհայտ է, չէ՞ որ Հայաստանի Հանրապետության շահերից բխում է, որ լինի ազդեցիկ Եվրոպա, Եվրոպան լինի աշխարհաքաղաքական կենտրոն, այդ արժեքները տարածվեն, իսկ Լպենի դեպքում իհարկե դա չէր լինի եւ եկեք առանց տատանվելու ասեմ, որ կասկած չունեմ, որ Մակրոնը կդառնա նախագահ 2 շաբաթ հետո եւ առնվազն 60% կհավաքի։ Մի բան էլ ասեմ, հիշեք Միացյալ Նահանգներում ինչ էր կատարվում, այս վերջին ընտրությունների ժամանակ ինչ այլոց ոչ Տրամփը, ոչ Հիլարի Քլինտոնը այդ հարցի վրա առանձնապես չկենտրոնացան։ Բայց մինչ այդ տարիներ շարունակ մենք տեսնում էինք անընդհատ իրար փոխարինող ուրեմն նախագահներ, որոնք երբ տեխնացու էին, խոստումներ էին տալիս, բայց նախագահ դառնալուց հետո դա չէին անում։ Քլինտոնը եւ Օբաման։ Իհարկե։ Միչել պարոն Աբրամյանը հիշեցի 2000 թվականին, երբ Միացյալ Նահանգներում է ընտրություններից առաջ, այնտեղ ուրեմն Մակքեյնն էր առաջադրված եւ Օբաման։ 2008 թվականին եւ Օբաման եւ հարկական ուրեմն Լոս Անջելեսից մեկնում ասի գտե օրինակ դուք քվեարկել նույն քվեարկեիք։ Ես ասացի Մակքեյնին, ինչու ասացի, որտեվ նա չի խոստանում, որ ինքը ճանաչելու է ցեղասպանությունը, իսկ Օբաման խոստանում է, բայց չի անելու, ազնվության համար թեկուզ միայն դա։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Դավիթ Շահնազարյան, հայտնեմ ձեզ սիրելի բարեկամներ, որ ժամը 22-ին հորիզոնի հյուրն է լինելու պատմաբան Արմեն Մարուքյանը, իսկ ժամը 23-ին հեռանկարի տաղավարը կհյուրընկալի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։ Իսկ հաղորդումը կշարունակի Քրիստինեն։